Խնդրում եմ թույլ տալ երեկ ունեցողին սկսել երեկ։ Անչափ կարևոր հարց ենք քննարկում, ես օրինակը բերեմ, հետո անցնենք առաջ, չնայած օրինակները շատ են։ Ես այդ տիկնոջը չթիրախավորելու համար չեմ ուզում անհասկանալ տամ, Էջմիածնի ընտրությունների ժամանակ հայտնի մի պատկառելի կին, որը որ բարեգործություն էր անում, դրա այս վերջերս նաև տեսա այդ կնոջը քարոզարշավի մասնակցելուց եւ Հայաստանի Հանրապետության դրոշը ստանալուց։ Դա փաստա թե փաստ չի։ Կալանքի տակ չի, այդ կինը կալանքի տակ չի, այդ կինը մասնակցում է ձեր քարոզարշավներին, հակաեկեղեցական արշավին եւ այլն եւ սենց շարունակ։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ուրեմն ոչ միայն այդ կնոջ հետ կապված, այլ բազմաթիվ օրինակներ կա, Հայաստանը փոքր երկիր է, բազմաթիվ օրինակներ կա, որ իշխանությունը իր լիազորությունները վերազանցում է եւ վախի մթնոլորտ է ստեղծում, որ մարդիկ չկարողանան իրենց ազատ կամ արտահայտությունը կատարել։ Սա հայտնի փաստ է։ Սիրելի հայրենակիցներ, դուք համոզված եմ շփվում եք հարյուրավոր մարդկանց հետ։ Դուք եւ դպրոցի տնօրեններին գիտեք, եւ վարչական շրջանների ղեկավարներին գիտեք, գյուղապետերին գիտեք, մարզպետներին գիտեք, բոլորին գիտեք։ Եվ ոչ հիմա չասեք թե հիմա ասում է այս իշխանության ժամանակ, ես միշտ էլ քննադատել եմ եւ նախկինում եղել է նման արատավոր երևույթներ, նախկինում էլ է եղել։ Այո, ես երբեք էլ չեմ կաշկանդվել այս ամբիոնից նախկին արատավոր երևույթները ասելուց, բայց միշտ էլ կարմիր թելով ասել եմ, որ եթե մենք ուզում ենք նորմալ երկիր պետություն ստեղծենք, այո, անցյալի սխալներից էլ պիտի խոսենք, ներկայում արատավոր երևույթներից էլ պիտի խոսենք։ Ոչ թե հարցն է նա, մենք կլինենք իշխանության, մենք ենք լինելու 150 տարի, մենք ենք լինելու, կարևոր չի, ով է լինելու, կարևորը նայա ձեր կամ մեկի կամ մեր իշխանության օրոք Հայաստանում ինչ չափով են պայքարում այդ երևույթների դեմ եւ մենք ինչ ենք ժառանգում մեր սերունդներին։ Այդ ամենակարևորը։ Թե չէ իշխանություն եկող գնացող կգան մի օր դուք կլնեք, մի օր մեկը կլինի իշխանության, ձեզնից ավելի լավը կամ ձեզնից միգուցե Աստված մի արած ավելի վատը։ Բայց ամենակարևորը, այստեղ մենք պիտի այս առիթը օգտագործենք, քանի որ պարոն Հովակիմյանն էլ է ներկա։ Այդ խնդիրները վեր հանելու, այդ խնդիրների դեմ պայքարելու, ինձ ասում եք, գնա, կներեք այս ռուսական արտահայտությունը, չաստի դետեկտիվ աշխատի, մի հատ չգիտեմ, բան արա, գաղթալսում անեմ, ես չգիտեմ ինչ անեմ, այդ մարդիկ անգամ վախենում են, որ օրինակ այդ շտաբը վարձակալություն տրվող անձը, որի վրա ճնշում է գործադրել, որ դա չտրվի, ասի, որովհետև վաղը մյուսօրն ինքն է քրեակատարողական հիմնարկում հայտնվելու, ոչ թե նա, որ ում հրահանգով, որ արգելվել է այդ շտաբը տրամադրել այս կամ այն ընդդիմադիր կուսակցությանը կամ քաղաքական ուժին։ Կամ ընտրական պրոցեսների ժամանակ քիչ են ականատեսի եղել, որ իշխանությունը վերազանցելով իր լիազորությունները ասել է, այս ասֆալտ կանենք, այս մեր հարգարժան թեկնածուն, որ ընտրվի, մենք ասֆալտ կանենք, բա դա վարչական ռեսուրսի չարաշահում չի, չարաշահում է, բա ինչ է, հիմա կասեք, տենց բան չկա, չէ, բայց բոլորս գիտենք, որ նման բաներ կա, նման երևույթներ ցավոք սրտի կան, և մեր խնդիրն են ազատ մրցակցային պայմաններ ստեղծելու, այո, ես մեկ անգամ ասում եմ, ում դուր է գալի, դուր չի գալի, ով շատ փող ունի, նա չպետք է հաղթի, կամ ով իշխանությանը, նա չպետք է հաղթի։ Այդ հավասար պայմանների արդյունքում պետք է ձևավորվի իշխանություն, որը կներկայացնի մեր հայրենակիցների շահերը, հավաքական մեր հայրենակիցների շահերը։ Կապ չունի ՔՊ-ը ընտրել, Հայաստան դաշինքը ընտրել, հանրապետական ընտրել։ Մենք էլ մեր գործունեության մեջ չենք առաջնորդում այդ սկզբունքով, այս մարդը մեզ է ընտրել, թե մեզ չի ընտրել։ Մենք որ դիմում ենք ստանում, մեզ որ մի հարցով դիմում են, ես երբեք այդ մարդու ընտրության, ում է ընտրել, ում կողքին է կանգնել, ում է սատարել, մեզ քննադատելա կամ մեզ խարազանելա, ինձ համար բացարձակ նշանակություն չունի։ Չունի բացարձակ նշանակություն։
Եվ եթե ասում ենք, որ այդ դպրոցի տնօրենը իհարկե կան դպրոցի տնօրեններ, որոնք իշխանական չեն, կան նման դպրոցի տնօրեններ, բայց ինքն էլ չպետք է օգտագործի, բայց այդ պետք է հավասար լինի, հիմա ասենք գիտեք ինչ կա, բանա, ընդդիմադիր հայացքներ ունի, այդ ընդդիմադիր հայացքներով մարդը կարա գնա, քարոզչություն անի, կամ վախեցնի, կամ պարտադրի, կամ ստիպի, չէ, դրա մասին էլ եք ասում, դա, որ ընդդիմադիր է, դա իրան ինդուլգենցիա չի տալիս, բայց նրա մասին էլ ենք ասում, որ չէ, նման բան չպետք է լինի, նման երևույթներ չպետք է լինեն, զանգել, վախեցնել, ահաբեկել, քրեական գործ հարուցել, որոշակի առումով խրախուսել, դա պետք է բացառվի Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար մենք պատասխանատվություն ենք կրում, բոլորս ընդդիմություն եւ իշխանություն։ Դրա մեջ մեր պատասխանատվությունն էլ կա, այո։ Մեր պատասխանատվությունն էլ կա։ Այո, ինչ որ միտեղ համաձայն եմ ձեր հետ, որ նաեւ մենք պետք է մեր աշխատանքով նաեւ այդ խնդիրներն ու խնդիրները վեր հանենք։ Բայց այդ խնդիրներն ու խնդիրները, որ վեր ես հանում, ասում ես, մի քանի թեմաներով ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին։ Ներկայացրել եմ հաղորդում հանցագործ։ Ուրա, այդ գործերը ուրա։ Գործը պատշաճ քննություն, վկաներ չկան, մարդը չկա, այս մեկը չկա, այն մեկը չկա, գործը կարճվեց, ջրվեց գնաց։ Նույն եկեղեցու Բաքում, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում մարդը եկեղեցու դռներն էր ջարդում։ Տեսանկարահանումներ էլ կա, օգնել ենք, աջակցել ենք, ասել ենք, տրամադրել ենք ու նման էլի շատ հարցերում։ Երբ որ նույն համայնքի ղեկավարը էլի ճնշման մեթոդներով մարդիկ են հավաքագրում բերում։ Դա վարչական ռեսուրսի չարաշահում է, թե չարաշահում չի։ Չարաշահում է, բա ինչա։ Բա ինչա որ չարաշահում չի։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ մի երկու բառով էլ նաև անդրադառնալ Տիկին Ղազարյան, քանի որ դուք այստեղ եք եւ դեռ չեք լքել դահլիճը, ուզում եմ հստակ օրինակներով ասեք։ Հայ հեղափոխական դաշնակցությունը ինչ դպրոց է սեփականաշնորհել։ Եթե կա այդտեղ քրեական տար կամ էլեմենտ կամ եսիմինչ, թող բոլոր մեղավորները բայց չկա նման բան։ Չկա մեր կապարանոց հայտարարություններ անելով չի։ Հայ հեղափոխական դաշնակցության պատմությունը, որ ուսումնասիրեք, կտեսնեք, ինչքան դպրոցներ է կառուցել մեր համասփյուր հայության կողմից, հավաքագրված միջոցների արդյունքում գյուղեր, բնակավայրեր, նույն Արցախի հանրապետությունում, նույն Հայաստանի հանրապետություն, բարեգործական հսկայական ծրագրեր, հաշմանդամություն ունեցող անձանց, բայց այդ ամեն ինչը ոչ թե մեր համար պիտի դառնա շահարկման առարկա, այո, արել ենք, անելու ենք, եւ դա երբեք մեր քարոզչության մասը չենք սարքում, չենք դարձնում մեր քարոզչության մաս։ Անկամ մեր քույր կառույցները, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, հոմը, գնացեք տարածքներ եւ հարցրեք, ինչ հսկայածավալ աշխատանքներ է կատարել այս տարիների ընթացքում։ Կներեք այդ անհամեստության համար, որ ասեցի, բայց փաստը մնում է փաստ։ Ամբողջ աշխարհով հայապահպանության գործը ստանձնող ուժին եկեք մեղադրում եք։ Ձեզ հրավիրում եմ Սփյուռքի գաղթօջախները, տեսեք ինչ հսկայական աշխատանք է տարվում այնտեղ, հայ պահելու համար։ Իրանի Իսլամական Հանրապետություն, Լիբանան, Սիրիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Մերձավոր Արևելքի երկրներ։ Ես ձեզ հրավիրում եմ այդ գաղթօջախները։ Տեսեք ինչ հայցի են դաստիարակվում մեր հայրենակիցները։ Եվ դրա համար այո հսկայական միջոցներ է տրամադրվում։ Եվ փառք ու պատիվ բոլոր այն նվիրատուներին, բոլոր այն մարդկանց անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, որ այդ ծանր բայց պատասխանատու պարտականությունը վերցնում են իրենց վրա։ Խոնարհումս բոլոր այդ մարդկանց։ Եվ պետք չի ստե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով թիրախավորել հսկայածավալ աշխատանքը։ Այո, գյուղեր են կառուցվել, Աղավնոն, որը ձեր իշխանության օրոք հանձնվեց, որ կուսակցությունն է կառուցել։ Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Սիրելի հայրենակիցներ, ամփոփելով խոսքս,
Կլինենք մենք այս ազգային ժողովում, падգամավոր կլինենք, չենք լինի, որ ժամանակը կարճ է, ասինքն սպառվեց ժամանակը, բայց ուզում եմ խոսքս վերջացնել մեր հայրենակիցներին դիմելով, սիրելի հայրենակիցներ ջան, կատարեք ճիշտ ընտրություն, մի վախեցեք, եղեք համարձակ եւ մենք կկառուցենք արժանապատիվ եւ համերաշխ հասարակություն։ Շնորհակալ եմ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։